Բայց ես սկսում ենք պարադիգմ հաղորդաշարի հերթական թողարկումը։ Ես քաղաքագետ Գեորգ Մելիքյանն եմ, մենք այսօր հյուրընկալել ենք տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանին։ Ռիչարդ, ողջունում ձեզ։ Մերսի։ Մենք խոսենք անգլերեն, հայերեն եւ հետո կլինի թարգմանություն, այնպես որ մեր հեռուստադիտողները կկարողանան հանգիստ հետևել մեր քննարկման ընթացքին։ Դուք օրեր առաջ վերադարձաք Բրյուսելում եք, այնտեղ է նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ով բանակցությունների ավարտը հայտարարեց, կարծեք Բրյուսելում Հայաստանը սկսած 2014-ի 15-ի ավելի շուտ դեկտեմբերից սկսեց բանակցել նորից Եվրամիության հետ, քանի որ 2013-ին դադարեցրեց իր հարաբերությունները, այսինքն դադարեցրեց այն ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք կային մինչև 2013-ի սեպտեմբերը, եւ դուք նաեւ դա կոչեցիք որպես U-turn, այսինքն շրջադարձ, այլևս ավարտվեց այն ամենը։ Մենք հիմա նորից տեսնում ենք, որ Հայաստանը գնում է Եվրամիության հետ համաձայնագիր կնքելու ճանապարհով։ Ինչու է այդպես լինում եւ ինչ համաձայնագիր ենք մենք կնքելու։ Well, in many ways, clearly this is an achievement. Դե մի քանի առումներով է, որ սա ձեռքբերում է եւ Հայաստանի եւ Եվրամիության համար, բայց եկեք վերլուծենք, թե ինչպես ենք հասել այստեղ։ Հաղթահարման տեսանկյունից կարելի է ասել, որ այս շրջանի պատասխանատվության գինը ձևավորվել է 2013-ին, երբ Հայաստանի նախագահը Մոսկվա կանչվելուց հետո ստիպված էր լքել եւ զոհաբերել ասոցիացման համաձայնագիրը Հայաստանի հետ։ Այն կետը, որտեղ եւ մենք ենք հիմա, հարաբերությունների նոր փուլի սկզբնակետն է, Հայաստանի եւ Եվրամիության ռազմավարական հարաբերությունների խորացման համար։ Եվ երկու յուրահատուկ կարևորության գործոններ կան։ Առաջինը, սա երկրորդ հնարավորությունն է մասնավորապես Հայաստանի համար վերանվաճելու եւ վերականգնելու Եվրամիության վստահելիությունը, բայց սա նաև հաղթանակ կամ ձեռքբերում է հենց Եվրամիության համար էլ։ Ընդլայնելով արևելյան համագործակցության ծրագիրը, որը բաղկացած է 6 շատ տարբեր նախկին սովետական երկրներից, ապահովում է ավելի շատ հաջողություն եւ արժանահավատություն այդ ծրագրի նկատմամբ։ Ի տարբերություն Մոլդովայի, Ուկրաինայի կամ Վրաստանի, Հայաստանը չունի ասոցիացման համաձայնագիր, սակայն այս ռազմավարական համագործակցությունը ինքն իրենից հենց ներկայացնում է ռազմավարական համագործակցության մակարդակի աստիճանական աճ, իսկ Հայաստանի պարագայում շատ առումներով սա նաև հավասարակշռության բալանսավորման մակարդակի աճ է Ռուսաստանից մեր կախվածության, ռազմավարական եւ անվտանգության ապահովման հարաբերության տեսանկյունից, մինչդեռ մեզ թույլ է տրվում կապերը խորացնել Արևմուտքի հետ ընդհանրապես։ Ռիչարդ, Եվրամիությունն է ուժեղացրել իր հարաբերությունները Հայաստանի հետ, Հայաստանն է ավելի շատ շահագրգռված, թե Ռուսաստանն է թույլատրել իր ազդեցությունը։ Well, that's an interesting question because in many ways Սա իրոք շատ հետաքրքիր հարց է, որովհետև շատ առումներով ինչու Հայաստանին հիմա հաջողվեց հասնել այս համաձայնությանը՝ ի տարբերություն 2013-ի։ Սա այլ ժամանակահատված է եւ այլ համատեքստ։ 2013-ին Ռուսաստանը շատ ուշացումով որոշեց հետ հրել եւ դուրս գալ Հարավային Կովկասում եվրոպական ներգրավվածության դեմ։ Ինչևից է, ժամանակն այլ է հիմա։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է եւ այս համաձայնությունը չի ներառում ասոցիացման համաձայնագիրը։ Կարելի է ենթադրել, որ Մոսկվայում հաշվարկները նոր են եւ այս համաձայնագիրը իրենից վտանգ չի ներկայացնում ռուսական շահերի համար։ Կուզենայի նաև մեկ այլ պատճառով պնդում ներկայացնել։ Հայաստանի Եվրամիության հետ համաձայնագիրը մեծ արժանահավատություն է տալիս Եվրասիական տնտեսական միությանը եւ հավանաբար թույլ է տալիս Մոսկվային այս համաձայնությունից օգտվել, բարելավելով Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջև հարաբերությունները։ Իսկ հնարավոր է միգուցե, որ Հայաստանը ուղղակի խնդիր ունի ֆինանսապես հարցերը լուծելու եւ Մոսկվան չի տալիս այդ գումարները եւ Հայաստանը նորից հայացք ուղղում է դեպի Եվրամիությունը, որտեղից ինքը ակնկալում էր գումարներ ունենալ եւ ինչ որտեղ Ռուսաստանը եւս համաձայն է, որ այդ գումարները, այսինքն հաշիվը փակի Եվրամիությունը շատ հարցերի, դա համար Ռուսաստանը գոնե այս պահին աչք է փակում եւ չի ուզում խանգարել այս գործընթացին։ Probably a little bit of both. Հավանաբար դրանց երկուսից քիչ-քիչ։ Մի կողմից կա այս համաձայնության ֆինանսական ասպեկտը, որը կարևոր է ոչ միայն Բրյուսելի եւ Երևանի, այլև Մոսկվայի համար, բայց ես կասեի հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը, սա նաեւ շատ խնդրահարույց արձագանք է Ռուսաստանի կողմից թույլ տալ Հայաստանի եւ Եվրամիության կապերի զարգացում, որպեսզի Հայաստանն ամբողջովին չդիտվի որպես պարտավորված կողմ, այլ կերպ ասած, ինչպես զգացվում է, սա ձևափոխված պատասխան է Ռուսաստանի կողմից հայ-ռուսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից բացասական առումով, որը գլխավորապես պայմանավորված է այն փաստով, որ հենց Ռուսաստանի մատակարարած զենք զինամթերքն է օգտագործվում եւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ։
Եթե մենք ունենք, այսինքն Հայաստանը, եթե ունի խնդիրներ Ռուսաստանի հետ, ինչպես որ դուք ասում եք, հնարավոր չի, որ Ռուսաստանը ի վերջո ամենավերջում նորից խնդիրներ առաջացնի Հայաստանի համար եւ թույլ չտա, որ ստորագրվի այդ փաստաթուղթը։ Ինչ ռիսկեր ունենք, որ այդ փաստաթուղթը ընդհանրապես չի ստորագրվի։ Well, I would argue just the opposite. I think Ես հակառակը կպնդեի։ Կարծում եմ, որ խորացող ճգնաժամի լույսի ներքո Ռուսաստանի կերպարը ակնհայտորեն ավելի բացասական է դառնում հայկական ենթատեքստում։ Եթե Ռուսաստանը որոշի հետագայում էլ օգտագործել ճնշում եւ հարկադրանք, դա կդառնա Եվ այս համատեքստում հաշվի առնելով, որ Հայաստանի եւ Եվրամիության հարաբերություններն ավելի ցածր են, քան ասոցացման մակարդակը, իրականում վտանգ չկա, որ Հայաստանը կպարտվի Եվրամիությանը։ Կարծում եմ, որ Ռուսաստանը հստակ հաշվարկներ է արել, որ սա պետք է թույլատրվի եւ անգամ նպաստել դրան։ Բայց միաժամանակ դա չի լուծում այն առանցքային խնդիրները, որոնք բերում են բաժանումներ եւ տարբերություններ Մոսկվայի եւ Երևանի միջեւ։ Moscow. Մենք գիտենք, որ Սերժ Սարգսյանը հանդիպեց նաեւ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Ստոլտենբերգի հետ, որը չեմ կարծում որ շատ հաճելի է Ռուսաստանի համար։ Արդյոք կար արձագանք եւ ընդհանրապես ինչպես են Բրյուսելում ընկալում հայ-ռուսական հարաբերությունները։ Well, that's actually a revealing point. Դա իրականում բացահայտող կետ է, որովհետև եթե մենք հետևենք նախագահ Սարգսյանի բարեհաջող հանդիպումներին եւ պետական այցերին Բրյուսել, դա գնահատվել է բավարար։ Ինչևից է, նախագահ Սարգսյանը բավականին կարևոր հանդիպում ունեցավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, խոստացավ եւ պարտավորվեց խորացնել կապերը Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ, որն անկասկած հարցեր է առաջացնելու Մոսկվայում, բայց այն փաստը, որ Հայաստանը հավաքական անվտանգության համաձայնագրի միակ անդամն է այս տարածաշրջանում, դա հետաքրքիր նոր տարր է եւ քանի որ ընտրություններն են մոտենում, սա հավանաբար հետաքրքիր դինամիկա է փոփոխվող միջավայրում, որտեղ տարիներով Ռուսաստանից գերկախված լինելուց հետո Հայաստանի նախագահը նոր ստրատեգիա է ձեռնարկում նոր այլընտրանքներ ձեռք բերելու եւ մանևրելու նպատակով։ Maneuver. Մենք տեսնում ենք, որ Սերժ Սարգսյանը եւ նաեւ ընդհանրապես Հայաստանի արտաքին քաղաքականություն իրականացնողները կարծեք անընդհատ փորձում են հասկանալ, թե ինչպես Եվրամիության հետ հարաբերությունները կառուցեն, այնուհետև ինչպես չվնասեն Ռուսաստանի հետ հարաբերությունները, հիմա նորից shift են անում, այսինքն դեպի գնում են Եվրամիություն։ Արդյոք սա Հայաստանի հեղինակության վրա չի անդրադառնում նույն եվրոպացիների համար։ Արդյոք իրենց մոտ տպավորություն չի, որ Հայաստանը չի կողմնորոշվում, թե արտաքին քաղաքականության հիմնական վեկտորները որը պիտի լինեն։ I think it's the opposite actually, ironically. Ես կարծում եմ ճակատագրի հենգնանքով իրականում հենց դրա հակառակն է։ Այլ կերպ ասած, դա թուլության եւ որոշում կայացնել չկարողանալու նշան չէ, այլ փոքր պետության գոյատևման ապահովման ուղղված քայլի նշան է։ Սա շատ հստակ ստրատեգիա է։ Իրական հարցը կայանում է նրանում, թե արդյոք Հայաստանը հիմա իրականացնում է արտաքին քաղաքականություն, որը հավակնոտ նորարարություն է, բայց մի փոքր ուշացած, հաշվի առնելով մեր շատ նշանակալի կախվածությունը եւ հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Դա հավանաբար բավարար չէ, բայց սա շատ խելացի ուղղություն է այն առումով, որ ամերիկացիներն աստիճանաբար դուրս են մղվում տարածաշրջանից, մենք բալանսավորման կարիք ունենք Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունների կոնտեքստում։ Այն առումով, որ խորացնենք կապերը ոչ միայն Եվրամիության կամ Արևմուտքի հետ, այլ նաև Չինաստանի, որպեսզի կարողանանք գոյատևել համաշխարհային մասշտաբով։ Եվ ես իրոք կարծում եմ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն ահագին երկար ժամանակ է ավելի հաջող է աշխատում մեր հակառակորդների Թուրքիայի եւ Ադրբեջանի սխալների պատճառով։ Սա իրենից ներկայացնում է ավելի բարդ արտաքին քաղաքականություն, հաջողության առավել բարձր մակարդակ ապահովելու համար։ Բայց նորից, անգամ արտաքին քաղաքականության պարագայում ավելի լուրջ խոչընդոտ է ներքաղաքական իրավիճակի մարտահրավերները, կոռուպցիան, համարժեք ժողովրդավարության պակասը եւ այլն։ Սրանք են այն թերությունները, որոնք իրոք խանգարում են Հայաստանին ավելիին հասնելու համար։ Armenia to actually achieve more. Մենք այդ հարցերը չենք էլ լուծել։ Եվ շատերը նաև մտածում են, որ Եվրամիությունը չի ստորագրի Հայաստանի հետ կամ կսպասի մինչև լինեն խորհրդարանական ընտրությունները, արդյոք կա կոռելյացիա, կա կապ այս երկուսի մեջ, թե ընդհանրապես տեխնիկական խնդիր է եւ փաստաթուղթը կստորագրվի անկախ նայած թե ով կհաղթի խորհրդարանական ընտրություններում, այսինքն ինչ կապ կա ներքաղաքականի եւ արտաքին քաղաքականության մեջ։ Well, what was interesting during my actual meetings and visits in Ահա թե ինչն էր հետաքրքրական Բրյուսելում ունեցած իմ այցերի եւ հանդիպումների ժամանակ։ Այս համաձայնագրի ժամկետներն ինչ որ առումով պատահական են։ Բանակցությունները վերջնականապես եզրահանգման եկան նախագահ Սարգսյանի այցից ընդամենը մի քանի օր առաջ, որը նշանակում է, որ անգամ եթե Հայաստանի իշխանությունները ցանկանային ստորագրել այս համաձայնագիրը նախքան ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունները, դա տեխնիկապես անհնար կլիներ, որովհետեւ կան երկու պահանջներ, հենց տեխնիկական պահանջներ։ Համաձայնագրի թարգմանությունն այդ
այդքան շատ եվրոպական լեզուներով եւ դրա վերանայումը, որ հանրապետական կուսակցությունը ցանկանում էր կամ կարիք ուներ ստորագրել այս համաձայնագիրը մինչ ընտրությունները, որպեսզի մեծացներ իր շանսերը։ Սա իրականում դեր չի խաղում։ Ասելով սա, համաձայնագրի եզրահանգման գալը ավելի խորհրդանշական կամ անգամ նույնիսկ արարողակարգային ձեռքբերում էր Հայաստանի նախագահի Բրյուսել այցի շրջանակներում։ Արդյոք սա կլինի նոր անորոշության կամ երկմտության առիթ Եվրամիության համար։ Կարող է եւ այդպես։ Մոլդովայում, Վրաստանում եւ Ուկրաինայում համաձայնագրի իրականացումը շատ ավելի բարդ է, քան այդ համաձայնագրին հասնելը, եւ այս համատեքստում Հայաստանի մարտահրավերները դեռ միայն սկսվում են։ The challenges for the Armenian government are only beginning. Մենք հիմա նաև Ռիչարդ հասկանանք, թե ինչ է տալիս այդ համաձայնագիրը։ Դուք խոսեցիք այն մասին, ընդհանրապես ձեր հարցազրույցներում, որ կա անվտանգության բաղադրիչ, կա տնտեսական բաղադրիչ, կա քաղաքական բաղադրիչ, որը ցածր է, քան ասոցիացիան համաձայնագրի տված բաղադրիչները, բայց որը ավելի լավն է, քան միգուցե մենք ենթադրում ենք։ Հայաստանը 2013-ին կորցրեց այն ինչ որ ձեռք էր բերել այդ տարիների ընթացքում, այսինքն չստորագրվեց, հիմա նորից փորձում է վերականգնել։ Ինչ որ կա, ինչ որ հնարավոր է հաշվի առնելով նաև Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու հանգամանքը, այսինքն որոշակի կարմիր գծեր կան, որոնցից ինքը չի կարող անցնել։ Հիմա ինչ է տալու սա Հայաստանին, եւ արդյոք սա չի լինի պարզապես մի փաստաթուղթ, որը Հայաստանին պետք է ուղղակի իմիջային խնդիր լուծելու համար։ Or the related question is not just what this agreement. Հարցն այն չէ, թե ինչ նշանակություն ունի այս համաձայնագիրը Հայաստանի համար, այլ թե ում համար է այս համաձայնագիրը։ Դրանից շահելու են Հայաստանի իշխանությունները, թե քաղաքացիները։ Բայց մենք տեսնում ենք, որ եթե գնահատենք հենց համաձայնագիրը, ուզում ենք տեսնենք, թե որոնք են իրական բանակցային պայմանները։ Այն ինչ գիտենք հիմա, այն է, որ կա 3 իրական բաժին։ Առաջինն ամենամեծն է՝ քաղաքական ասոցիացիան, որն ընդհանուր առմամբ արտացոլում է նախկին բանակցությունները ասոցացման համաձայնագրի շրջանակներում 2013-ից առաջ։ Այն բացահայտում է ժողովրդավարական նպատակները, օրենքի գերակայությունը եւ այլն։ Այժմ ըստ Եվրամիության պաշտոնյաների Հայաստանի իշխանությունների հետ բանակցություններն ավելի դժվարին են երկրորդ մասի հետ կապված՝ ֆինանսական մասի եւ ոչ քաղաքական, որովհետեւ տարբեր առումներով Հայաստանի իշխանությունների համար Եվրամիության հետ քաղաքական համաձայնագիրը ավելի շատ վստահելիություն եւ լեգիտիմություն վաստակելն է, որը Հայաստանի իշխանությունները չունեն։ Բայց երկրորդ տնտեսական մասն ավելի հետաքրքիր է, որովհետեւ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, բավականին զարմանալի է, թե ինչքանով նրանք կարող են հետաքրքրել Եվրամիությանը։ Եվ կան ներդրումների նշանակալի ասպեկտներ, քաղաքացիական ավիացիա եւ այլն, տնտեսական համագործակցության ոլորտային ներդրումները Եվրասիական տնտեսական միության սահմաններից դուրս։ Եվ այս համաձայնագրի երրորդ մասը, որոնք իրականում ավելի շատ կապված են անվտանգության հետ։ Ադրբեջանի կողմից վերջին ապրիլյան բաժանարար եւ որոշիչ գրոհից հետո նոր իրավիճակի մտորումները։ Եվ այս համատեքստում, թե դա կլինի կիբերանվտանգություն, թե անվտանգության ուղղված ոլորտային ռեֆորմներ, մենք կարող ենք ավելի շատ հույս դնել եվրոպական մասնագիտական փորձի վրա։ Այժմ սա է համաձայնագիրը։ Եթե մենք հասկանանք ինչ է սա նշանակում իրական պրակտիկ առումով, մենք դաս ունենք քաղաց ասոցացման համաձայնագրից։ Այդ ժամանակ քիչ բան էր արված բացատրելու կամ պարզեցնելու, ել չասած պարզաբանելու եւ պաշտպանելու, թե որոնք են հասարակ քաղաքացու կամ սպառողի օգուտները։ Այս համատեքստում մենք ավելի շատ օգուտ ենք տեսնում փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների, բիզնեսի զարգացման, IT ոլորտի համար, բայց այն նաեւ ավելի մեծ վստահելիություն եւ օգուտ է տալիս նաեւ Հայաստանի իշխանություններին էլ, հաստատելով Հայաստանի իշխանությունների բարեփոխումներ իրականացնելու փորձերը։ Վերլուծելով կարելի է ասել, որ վտանգը կայանում է նրանում, որ Եվրամիությունը կարող է չափից շատ աջակցություն ցուցաբերել Հայաստանի իշխանություններին բարեփոխումների պլան իրականացնելու գործում, որովհետև դրանք ընթացքի մեջ են եւ իրական են, բայց դրանք բավականին արագ չեն եւ ոչ էլ բավականին խորքային են։ Եվ բարեփոխումների հակակոռուպցիոն ծրագիրը դեռ պետք է իրական տեսանելի լինի։ Այսպիսով, Եվրամիության համար վտանգը նաև ռազմավարական շփոթությունն է։ Իհարկե, այն կարող է օգտագործվել համաձայնագրի տեսանկյունից համախմբման եւ լեգիտիմացման առումով։ Դժվարին փորձ է եղել բարեփոխումներ իրականացնելու համար եւ տարակուսելի է նոր բարեփոխումներ պարտադրելը։ Ռիչարդ, մենք երբ որպես վերլուծաբաններ խոսում ենք Հայաստանի մասին, գրում ենք հետազոտություններ, հաճախ մենք ունենք նման բան, որ կա վստահության պակաս կառավարության հանդեպ Հայաստանում, ինչպես եւ նաեւ post-խորհրդային այլ երկրներում։ Բայց հիմա տպավորություն է, որ կա վստահության պակաս նաեւ եվրոպական կառույցների հանդեպ։ Եվ այստեղ 2013-ին, երբ պարզ դարձավ, որ Հայաստանը չի ստորագրելու, առանձնապես մեծ դժգոհություններ չեղան, ինչպես օրինակ մենք տեսանք Կիևում, որը հանգեցրեց նաև հետագայում Մայդանին։
մենք նույն ողջավորությունը չենք տեսնում, երբ որ հիմա ասում են, որ գիտեք, մենք ստորագրելու ենք։ Այսինքն մարդկանց համար գլոբալ առումով համարյա թե միևնույնն է, չստորագրեցին, թե հիմա ստորագրում են։ Ինչու է դա այդպես։ Միթե սա նշանակում է, որ Հայաստանում ընդհանրապես ճգնաժամ կա քաղաքականության հանդեպ ընդհանրապես եւ մարդիկ ուղղակի փորձում են իրենց կյանքը որոշ ձևով ուղղակի դասավորել, բայց այլևս շատ չխառնվել այդ բոլոր գլոբալ գործընթացներին։ Well, you raise a very good point, and there are three specific. Լավ հարց եք բարձրացնում եւ դրա վերաբերյալ կան 3 բնորոշ դիտարկումներ։ Առաջին, Հայաստանը միայնակ չէ։ Անկամ այսօրվա Միացյալ Նահանգներում կա խախտված հավատ եւ վստահելիություն ընտրված կառավարության հանդեպ։ Ամերիկայի դեպքում նախագահ Թրամփի հանդեպ։ Բայց եթե հետևենք Եվրամիությանը, կտեսնենք, որ Brexit-ից հետո եւ սպասվող ընտրությունների ֆոնին Եվրամիության վիճակը երբեք այսքան թույլ եւ բաժան չի եղել, եւ շատ առումներով հանրության անվստահելիությունը ավելի է աճում Եվրոպայում։ Հայաստանյան կոնտեքստում վիճակն ավելի լուրջ է, ի նկատի ունեմ սպասվող ընտրությունների լույսի ներքո։ Շատ առումներով կարծում եմ Հայաստանում հանրային անվստահելիությունն իշխանությունների նկատմամբ այնքան լուրջ է, որ եթե անգամ այս ընտրություններն ամենալավը լինեն, եթե լինեն ամենաազատը, արդար եւ մաքուրը, հանրության մեծամասնությունը չի հավատալու դրան եւ շարունակելու է բողոքել եւ չվստահել արդյունքներին, որովհետեւ շփման եւ վստահելիության աղբյուրը երկար տարիներ շարունակ նվազել է, զոհաբերվել եւ գրավադրված է եղել։ Սա նաեւ նշանակում է, որ իրական բեռն ամեն դեպքում Բրյուսելի եւ Երևանի վրա է, ցույց տալու, թե օրինակ ինչպես է այս համաձայնագիրը բարելավելու հասարակ քաղաքացու առօրյա կյանքը, եւ սա շատ լուրջ հարց է։ Ասելով սա, մտածելու տեղիք է տալիս նաեւ այն, որ Եվրամիությունը եւ ոչ Ռուսաստանը ամենամեծ դոնորն է, ամենամեծ ներդրողն է Հայաստանում եւ մինչեւ վերջերս այն եղել է համար 1 առևտրային գործընկերը։ Այժմ այն երկրորդն է Ռուսաստանից հետո։ Այսպիսով սա մտորումների բնական արտացոլումն է Հայաստանի տնտեսական զարգացման համար։ Սակայն երկրորդ դիտարկումն այն է, որ աշխարհում կա վստահելիության համընդհանուր ճգնաժամ եւ պոպուլիզմի ալիք։ Սրանով է նաեւ բացատրվում այնպիսի մարդկանց վերադարձն հայկական քաղաքականություն, ինչպիսիք են պարոն Ծառուկյանը Բարգավաճ Հայաստանից եւ նույնիսկ պարոն Բաղդասարյանը օրինաց երկրից։ Այլ կերպ ասած, Հայաստանի քաղաքականության երկերեսանի թատրոնը։ Մինչդեռ հայ քվեարկողը արժանի է ավելի լավին եւ կարիք ունի ունենալու ավելի շատ ձայնի եւ ընտրության իրավունք իր ապագան որոշելու հարցում։ Եվ վերջում հետաքրքիր է հայկական բիզնեսի հեռանկարը։ Շատ առումներով հայ բիզնես համայնքի մեծ մասը ոչ օլիգարխները, այլ մաքուր բիզնես համայնքը ավելի ապահով է իրեն զգում եվրասիական տնտեսական միավորման մեջ եւ ոչ թե ասոցիացման համաձայնագրի, քանի որ նրանց համար կան հարմար սահմանված կանոններ, որին իրենք սովոր են, երբ գործ են ունենում ռուսական շուկայի եւ Եվրասիայի հետ, եւ ոչ թե չբացատրված հասկանալու համար բավականին դժվար կանոններ, որոնք պահանջվում են Եվրամիության շուկա ներթափանցելու համար։ Ռիչարդ, եւ այն վերջին հարցը, քանի որ մենք շուտով կավարտենք այս հարցազրույցը եւ հետաքրքիր, ֆանտաստիկ հարցազրույց է, կարծում եմ, որ մեզ հնարավորություն է տալիս տեսնել այդ գործընթացները տարբեր տեսանկյուններից, հատկապես որ Բրյուսելում դուք տեսաք նաեւ եվրոպացիներ ինչպես են վերաբերվում հայկական կողմին, մենք կունենանք այս համաձայնագիրը ստորագրված տարվա վերջ մինչեւ։ Իհարկե, այսպես ասած, մենք ակնկալում ենք, որ նախաստորագրումը կլինի մայիսին եւ վերջնական ստորագրումը մինչեւ տարվա վերջ։ Մենք կարող ենք ունենալ կատարյալ համաձայնագիր գրավոր տեսքով, բայց ավելի կարեւոր է դրա իրականացումը։ Բայց եթե նայենք համաձայնագրի շուրջ ձևավորված ռեակցիային, կտեսնենք, որ հանկարծակի Ադրբեջանն է շատ հետաքրքրված վերսկսելու իր բանակցությունները Բրյուսելի հետ համաձայնագրի շուրջ։ Եվ շատ առումներով նայելով խնդիրներին Ուկրաինայում, Վրաստանում եւ Մոլդովայում, միգուցե սա լավ է Հայաստանի համար։ Հայաստանը չի ձգտում անդամակցել ոչ ՆԱՏՕ-ին եւ ոչ էլ Եվրամիությանը։ Մեզ համար առաջնահերթը դրա պատկերումն է, որը գալիս է հաջորդիվ։ Եվ ինչ որ առումներով սա միգուցե լավագույնը չէր, որ կարող էինք անել, բայց առնվազն լավ է։ Ես բայց կօգտվեմ առիթից եւ մի հարց էլ ձեզ կտամ, Ռիչարդ, Լեռնային Ղարաբաղի մասով, երբ Հայաստանը դառնում էր Եվրասիական տնտեսական միության մաս, անդամ, խոսում էին անվտանգության մասին, որ դրանով ավելի կբարձրանա անվտանգությունը։ Հիմա նորից մենք լսում ենք անվտանգության մասին, ինչպես կարող է ուղղակիորեն ազդել այս համաձայնագրի ստորագրումը Լեռնային Ղարաբաղի մասով անվտանգության վրա։ Մի կողմից դա անվտանգության խնդիրը չէ, այլ հարցն անվստահելիությունն է։ Եթե դա լիներ անվտանգության հարց, մենք շատ հարմար դիրքում կլինեինք եւ կուսումնասիրեինք մեր բոլոր տարբերակները։ Հարցն իրոք անվստահության մեջ է եւ վտանգի ընկալման, որը կարող է ստիպել մեզ փոխզիջման գնալ մեր ազգային շահերի հաշվին։ Լեռնային Ղարաբաղի դեպքում Եվրասիական տնտեսական միավորման հարցում ինձ անհանգստացնողն այն է, որ այն ստեղծել է արհեստական բաժանարար գիծ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ։ Եվ եթե մենք դիտենք Լեռնային Ղարաբաղի տնտեսական
կատարողականությունը այն բավականին տպավորիչ է եւ շատ առումներով պետք է լինի լծակների համատեղում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջև։ Եվ ինչևէ, դա կլինի Եվրամիության ասոցիացման համաձայնագիրը, թե Եվրասիական տնտեսական միավորումը իրական առաջնահերթությունը Ղարաբաղին անհատապես որպես առանձին օբյեկտ ներգրավելն է։ Նրա համար, որ Լեռնային Ղարաբաղը ավելի ինտեգրվի տարածաշրջանում եւ տպավորություն չլինի, որ այն գոյություն չունի կամ մեկուսացված է Եվրամիության քաղաքականությունից։ Սա կարող է հնարավորություն լինել մեզ համար, որպեսզի ներգրավենք եվրոպացիներին Ղարաբաղում եւ դուրս հանենք մեկուսացումից։ Այսպիսով, այլ կերպ ասած, սա ավելի շատ տնտեսական գործոն է, որն ունի ավելի շատ կարևորություն։ So in many ways, it's the economics that matter most. Ռիչարդ Կիրակոսյան, շնորհակալություն տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ։ Մենք խոսեցինք Եվրամիություն Հայաստան հարաբերությունների մասին։ Ես քաղաքագետ Գեորգ Մելիքյանն եմ, սա պարադիգմա հաղորդաշարի հերթական թողարկումն էր եւ մենք կհանդիպենք հաջորդ անգամ առայժմ։